Ու քանի որ արդեն խաղաղություն է, տնտեսական նոր պարադիգմ անվտանգությանը, դիմակայունությանը եւ ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգ է որդեգրում Հայաստանը, հայտարարել է վարչապետը։ Ըստ էության առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից։ Տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններ։ Հատկապես Իրանի վերջին օրերի ցույցերի ֆոնին ինչ կայուն խաղաղություն ու դրանով թև առնող Հայաստանի տնտեսություն։ Տարակուսում են մարդիկ։ Հայաստանում կարող է մնալ խաղաղ վիճակ, Ադրբեջանը կարող է լինի խաղաղ իրավիճակ, բայց Իրանի իրավիճակը կառաջացնի դիսբալանս։ Եթե Իրանում բանը մեծ պատերազմի հասնի, հոդս կցնդի Հայաստանի տնտեսական աճի ծրագիրը, նկատում են վերլուծաբանները, տնտեսագետները խոսում թվերով։ Իրանի Իսլամական Հանրապետության Հայաստանի արտաքին առևտուրը մոտավորապես 700-750 միլիոն դոլար է, որից 150 միլիոնը Հայաստանն է արտահանում, մնացածը մենք ներմուծում ենք։ Մենք նաև էներգետիկ համագործակցություն ունենք, գազ ենք ստանում, հոսանք ենք վաճառում, հետևաբար կարող է այստեղ իրավիճակները նաև փոխվեն։ Երկրորդը, որ Իրանը շատ մեծ բնակչություն ունեցող երկիր է, 80 միլիոնից ավել, եթե նույնիսկ պատկերացնենք, որ ասենք թե անգամ 1%-ը արտագաղթի դեպի Հայաստան, դա կնշանակի, որ Հայաստան կլսվի մոտ 800,000 մարդ։ Այսինքն դա արդեն ասում է, որ կպարալիզացնի Հայաստանի տնտեսությունը եւ Հայաստանի իրավիճակը։ Հայաստանի կառավարության վերջին նիստին ընդունված տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը խաղաղության հիմքով է գրվել։ Տարածաշրջանի խաղաղությունը կարող է խաթարվի։ 42 էջանոց այդ փաստաթղթում վտանգավոր կարողեների մասին խոսք չկա։ Հայաստանի Թե չէ մարդակենտրոն լինելու մասին որ կա, ինչ։ Հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով։ Փաշինյանը տնտեսության հնայի աճից է խոսում, բայց չի ասում, թե կոնկրետ ինչ է խոստանում մարդակենտրոն այդ դոկտրինը մարդուն։ Երբ է թոշակ ու աշխատավարձ բարձրանալու 21.7%-անոց աղքատություն եւ 0.6% ծայրահեղ աղքատություն։ Այլ կերպ ասած 160,000 աղքատ, 4,400 ծայրահեղ աղքատ ընտանիք ունեցող Հայաստանում։ Մեր երկրում հնայի աճ զգում են հիմնականում բարձր վարձատրվողները, ՏՏ, բանկային ոլորտի, հանքարդյունաբերության աշխատակիցները։ Ասում են, չէ, հնան աճում է վերևում, իսկ ներքևում մարդիկ շարունակում են ապրել նույն կամ ավելի վատ պայմաններում։ Այդ ընտանիքները նման է նրան, որ ինքնաթիռը անցնում է, սավառնում է երկնքով, հնաներ երկնքով սավառնում է, իրենք այդ հնայի նկատմամբ որևէ մոտեցում, որևէ ազդեցություն չունեն։ Ընդամենը կարող են հիանալ, որ հնան աճել է, լավացել է, բայց իրենք չզգան իրենց վրա։ Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը աղքատն ու ծայրահեղ աղքատը կզգան միայն այն ժամանակ, երբ արտադրություն լինի, նոր աշխատատեղեր։ Աշխատատեղեր ստեղծենք, որոնք չեն պահանջում մեծ հմտություններ եւ մեծ գիտելիքներ եւ մեծ բարձր կրթություն։ Ասենք ըստ վարչապետի տնտեսական նոր դոկտրինը ուղղակի կանչելու է աշխատատեղ ստեղծող ներդրողներին։ մենք ասում ենք կկանչի, բայց կգան։ Կալանքի տակ է հայ մեծահարուստ Հայաստանի խոշոր ներդրող Սամվել Կարապետյանը, քանի որ չի ողջունել Փաշինյանի հակաեկեղեցական արշավը։ Բիզնեսը ես մի քանի անգամ նույնիսկ թևավոր համեմատության ձևով ասել եմ, ոնց որ եղնիկի նման է։ Մի փոքր ձայնը, որը որ կարող է իրեն վախեցնի, ինքը կփախչի։ Հայաստանում գործ դնելուն խանգարում են նաև գործարար միջավայրի անբայրացակամությունը, որակյալ աշխատուժի բացակայությունը, վարկերի բարձր տոկոսադրույքները, նկատում է տնտեսագետը։ Փոքր ներդրումների դեպքում իրենց օկուպացիան ռուսերեն ասած, այսինքն ծախսերի վերադարձելիությունը մեծ ժամանակ չի պահանջում, բայց խոշոր ներդրողների համար երկարատևություն ապրեք։ Երկարատևություն ասենք 5 տարից 10 տարի մինչև 15 տարի։ Աշխարհի խոշոր ներդրողներին ՔՊ-ի 7 տարեկան իշխանությունը չի համոզում, որ Փաշինյանը խաղաղություն է բերել տարածաշրջան, քանի որ կարող է մեր երեսին ժպտում են, բայց իրենք շատ խիստ գրում են իրավիճակների մասին։ Դեսպանատներից էլ իրենց երկրներ չեն հաղորդում։ Այո, Փաշինյանին հաջողվել է խաղաղություն բերել։ Եկեք բիզնես արեք, նկատում են վերլուծաբանները։ խաղաղության օրակարգը Փաշինյանի բերանի խաղաղություն բառը նմանեցնում են այն հալվային, որի անունը տալով բերանը չի քաղցրանում։ Ուսա ֆունդամենտալ խնդիր է։ Արփիս Քեսյան, Աշոտ Մնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։